Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում հետաքրքիր ու դիտարժան իրադարձություններ են, Սոսը, Աննան ու Անգելինան վերջապես հանդիպեցին։ Վերջապես մի սեղանի շուրջ։ Իհարկե նրանք դեռ ունեն չպարզված հարցեր, իսկ Սոսի ու Աննայի սիրո պտուղը հենց Անգելինան է, ինչպես արևի ճառագայթ նստած է նրանց կողքին։ Բայց դեռ ամենահետաքրքիրն է առջևում, թե ինչ է սպասվում նրանց, ցույց կտա ժամանակը, ինչպես պարզ դարձավ, Լիլիթն արդեն կորցրել է իր հավասարակշռությունը և Աննայի հետ կատարվածից հետո նա չհանգստացավ, որոշեց այրել այն տունը, որտեղ ապրում էին նրա տղան, հղի հարսը, ամուսինը, իհարկե նախկին ամուսինը, բայց այս պահին Լիլիթը գտնվում է այնպիսի հոգեբանական վիճակում, որ հազիվ թե նա գիտակցում է, թե ինչ է անում։ Անետը եկել էր նրա մոտ, որպեսզի խոսեր, բացատրեր, բայց ինչպես երևում է, Լիլիթն արդեն հոգեբանական փլուզման եզրին է ու որևէ մեկը կամ որևէ բան այլևս նրան հետ չի կանգնեցնելու անելու այն, ինչ մտածել է։ Հաջորդ քայլը ավելի դաժան է լինելու, քան նախորդը։ Ինչ է պլանավորել Լիլիթը, ինչ է պատրաստվում անել կերպարներից յուրաքանչյուրի հետ, կիմանաք շատ շուտով, եթե բաժանորդագրվեք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, խոստանում ենք թեժ ու հետաքրքիր տեսանյութեր, հետաքրքիր բացահայտումներով և իհարկե հետաքրքիր գաղտնիքներով, այնպես որ մնացեք մեզ հետ ու բաժանորդագրվեք, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ թողեք ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչպիսի պատասխան է տալու Լիլիթն իր բոլոր արածների համար։ Եվ վերջապես Սեմը վերադառնում է։ Նախորդ տեսանյութերից մեկում պատմել էինք, որ նա հետաքրքիր անակնկալ է անում ու վերջին սերիաներում վերադառնում է, բայց նրա վերադարձը ոչ միայն ուղղակի վերադարձ է, այլ գաղտնիքների բացահայտում։ Օրը սկսվել է նկարահանումից, Լեդիզոնում սպասում եմ նկարահանող խմբին, այստեղից հետո ունենք ևս մեկ տեսարան այլ լոկացիայում և հետո վազում եմ թատրոն փորձի։ Աշխատանքային է սկսվել օրս, ինչի համար շատ ուրախ եմ, աշխատանքային երկուշաբթի։ Լավ օր բոլորիդ։ Ժորժան, Իսակի դեմքից կզգաք։ Եղբայրս վերադարձավ։ Հələ որ եղբայրն եմ, չգիտեմ հետո ինչ կպարծվի, Սարգջան մի հատ դեր ձեռը մարա։ Են վիդեոյի պատասխաներ ուղղակի։ Հուսով եմ, եղբայրն եմ, հուսով եմ։ Ասենք խնդրեմ, մազերը սենց սիրուն լոկններ էր, բայց հիմա պետքա շարունակություն նկարվեմ, արդեն հասել եմ սերիալի նկարահանմանը ու ստիպված պետքա այս ամեն ինչը ուղիղացնել։ Անա բլա ակտրիսը։ Գնացինք։ Աղուց այսպես ձեզ չեմ բարևել, ուզեցի էմոցիաներովս կիսվեմ, հասկանաք ինչա կատարվում ներսումս։ Ես շատ եմ սիրում Երևանը ու հատկապես Դավթաշենը, բայց այս վերջին շրջանում չեմ կարողանում քայլել այն տարածքներով, որտեղով որ մամայիս հետ եմ քայլել։ Էմոցիաներս աննկարագրելի են։ Մենակության ու դատարկության զգացումը խեղդում է։ Դրա համար շատ հաճախ տաքսիներ եմ անում, որ հենց դռնից նստեմ ու հասնեմ այնտեղ, որտեղ որ պետք է հասնեմ, որ այս տարածությունը չանցնեմ մենակ։ Օրինակ զգացողությունը շատ։ Բայց էտա ունենք են ինչ ունենք։ Ասում շուտով Սուրբ Ծնունդ է սիրելիս և բոլորը մենք սիրում ենք շատ հեռու են մեզնից։ Տխուր օր ստացվեց։ Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ ենք։ Քիչ մնաց, ձեր շատ սիրելի սերիալի ավարտին քիչ մնաց։ Հիմա շատ հետաքրքիր բան եմ մտածել։
բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց ասելիքը մեզ ուղարկեն, կարող են վիդեո վերցով նկարեն եւ ուղարկեն մեզ։ Մենք մեր ֆիլմի մասին, երբ որ նկարենք հաղորդման շրջանակներում, իմացիր ավելին հաղորդման շրջանակներում, անպայման կներառենք ձեր վիդեո ուղերձները։ Այնպես որ սպասում ենք, ուղարկեք, արտահայտեք ձեր կարծիքը, արտահայտեք ձեր ապրումները, այն ինչ որ կա ձեր ներսում, ֆիլմի հետ կապված կարող եք ուղարկել։ Այնպես որ սպասում եմ, ուղարկեք, սիրում